Եվ դժբախտաբար 20 թվականին տեղի ունեցավ այն, ինչ որ բոլորիս կյանքը այսօր ավերել, բոլորիս համար մեծագույն մտահոգություն է։ Մենք կորցրեցինք Արցախը, մենք կորցրեցինք ներազգային համերաշխությունը, կեղծ եւ արհեստական պատճառաբանություններով բազմաթիվ անձինք ձերբակալվեցին, պառակտվեց հասարակությունը։ Եվ իհարկե այդ պայմանների մեջ ես անբարոյական եմ համարել, որպես թե եկեղեցական եւ թե անձ որևէ ձևով իմ դիրքորոշումը չարտահայտել։ Եվ ես այդ դիրքորոշումը արտահայտել եմ եւ այսօր էլ այդ դիրքորոշման վրա եմ այդ անձը եւ այդ անձինք, այդ իշխանությունը, որը այդպիսի առհավիրք է բերել մեր երկրի եւ մեր ժողովրդի գլխին, չի կարող շարունակել մնալ իշխանության։ Օր առաջ նրանք պետք է հեռանան։ Անկախ նրանից, ինչ աշխարհաքաղաքական ու քաղաքական գործոններով է պայմանավորված նրանց պաշտոնավարության շարունակությունը, դա շարունակելու է նոր արհավիրքներ բերել մեր ժողովրդի եւ մեր երկրի գլխին։ Ուրեմն այս համոզմունքներից ելնելով ես արտահայտել եմ իմ դիրքորոշումները եւ բնականաբար այդ դիրքորոշումները դուր չեն եկել իշխանություններին